Նյարդահոգեբանական ախտորոշումը դա բարձրագույն հոգեկան գործընթացների կոմպլեքս հետազոտությունն է, որը թույլ է տալիս գնահատել ուղեղի վիճակը եւ բացահայտել առկա շեղումները։ Բարձրագույն հոգեկան գործընթացներն են ուշադրություն, ընկալում, հիշողություն, տրամաբանություն, մոտորիկա եւ խոսք։ Նյարդահոգեբանական ախտորոշման ժամանակ բացահայտվում են երեխայի ուժեղ եւ թույլ կողմերը, ինչպես նաեւ նրա ունեցած մի շարք դժվարությունների պատճառները վարքի, շփման եւ ուսման հետ կապված։ Նյարդահոգեբանական ախտորոշման կամ նեյրոդիագնոստիկայի ընթացքը կարելի է բաժանել 3 փուլի։ Առաջին փուլը դա ինֆորմացիայի հավաքագրումն է, որը իրականացվում է ծնողի հետ զրույցի միջոցով։ Ծնողը ներկայացնում է իրեն հուզող հարցերը, ուսումնասիրվում է երեխայի անամնեզը, ինչպես նաեւ առկա բոլոր բժշկական թղթերը։ Երկրորդը դա երեխայի հետազոտման փուլն է, որը իրականացվում է հատուկ դիդակտիկ նյութերի, մեթոդների եւ խաղերի միջոցով։ Երեխան կատարում է առաջադրված հանձնարարությունները, ինչը հնարավորություն է տալիս մասնագետին պատկերացում կազմել տարբեր ոլորտների զարգացածության մասին։ Երրորդը արդյունքների գնահատման փուլն է, որի ժամանակ մասնագետը ներկայացնում է ծնողին ստացված արդյունքները, ինչպես նաև իր կատարած եզրակացությունը, բարձրագույն հոգեկան գործընթացների զարգացման վերաբերյալ։ Այս փուլում ներկայացվում է նաև թե ինչ հետագա շտկողական աշխատանքների կարիք է զգում երեխան, ինչպես նաև տրվում են խորհուրդներ, թե ինչ անել եւ ինչպես վարվել երեխայի հետ տնային պայմաններում եւ այլ սոցիալական միջավայրերում, դպրոց, մանկապարտեզ եւ այլն։ Սիրելի ծնողներ, նյարդահոգեբանական ախտորոշումը կարևոր եւ պարտադիր է ոչ միայն մասնագետի համար, այլ նաև ձեզ համար, որպեսզի հասկանաք ձեր բալիկի խնդիրը եւ նրա հետ տարվող հետագա աշխատանքների բնույթը։ Դիմեք կանահոգեբանական կենտրոն նշված հեռախոսահամարով։